ասում շատ սիրելի բաժաններ ոնց է գրավել, ես լավ շատ սիրելի բաժաններ մեն մելակս գրում եմ դոկտոր։ Ազիզ, մի հատ էլ ասակում են սիրում ոտանը, չէ, աշխարհը չէ, մեր լեզուն։ Մեր լեզուն մեր խիչն է։ Խիչն է դա։ Մեր խիչն է դա։ Սուրբ հացը սեղանի, մեր հոգու կանչն է արդար, ու համում էր բերանի։ Ապրիմ, Լավ ասեցի, չեմ ում։ Շատ։ Դες գնաց դպրոկաս։ Ուտելիք չես ուզում։ Չէ։ Չուպսել չես ուզում։ Հա, ուզում եմ չուպս, ուտելիք հա ուզում եմ։ Լավ ես մնալու ու խելոք չէ կյանքս։ Հա, խելոք կմնամ ես սամ են դասներում։ Արի կոչկեն։ Համովա։ Համովա։ Ձերի հետևորդներով պանիրը հացով ա ուտում, իմ տղեն պանիրով ա ուտում, սիրում ա շատ։ Երկն էլ ա պարապել իմ Ալեքսանդրը, իմ սիրուն բալեն։ Բրված ես կզանգեմ, Դա կյանքս դեր կապիշալըտ քաշի, սիրում ես։ Համա։ Ասրտոր ջան։ Հայոք եմ չեմ նացել ամեն Շատ։ Գասը բրված ես կզանգեմ։ Անպայման, հասրտիկս դե գնա։ Այս իրելի հետևորդներ ջան, տված ավոր ցուրտ ալնելու, այս ալնելու, են ալնելու, բայց ես սիրուն արևը տենողը, կուզի չէ, որ լված կանի, գնաց իմ սրտակտորը, շուշուտ գնա Ազիզ, Տեր ջան, շնորհակալ եմ քեզ իմ ամեն ինչի համար։ Տղոկիս ուղարկեցինք դասի, հիմա ես ստեղ կրկին անգամ գտնում եմ, որ ճիշտ ա, հիմա ինչ ենք անում, սիրելի հետևորդներ ջան, այսքան հեղուկ ունեմ տարբեր ձևերի, ու դեռ սա քիչ ա, այս վարձնում եմ, գնում ենք լվացքի, ոպա, այստեղ ինչ ունենք, մի հատ նայեք, թե ես ինչ ունենք, խոնար գլուխը կաղ, մեզ աչքով անում ու բարի լույս ասում, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այ հիմա դեմքով ձեզ բարի լույս ասեմ ու պոնչոյիս ասած խոսքերը շարունակեմ, համ կոֆե դնեմ, համ էլ շարունակեմ, ուրեմն տեսնում եք, որ կամած կարողանում եմ իրան որ ասմա խաղկանչելով, տաղկանչելով, մի քիչ բերեմ YouTube հարթակ, ոչ թե ասել խոսելով, այլև քառատողերով, ոնց որ թե ստացվում է, սիրելի հետևորդներ ջան, ու շատ շնորհակալ եմ ձեր արձագանքի համար, սիրելիներ ջան, այսօր իրանք ասելու եմ Մեծն Համոսահյանի մեր լեզուն, հետաքրքիր է, չէ՞ վերնագիրը, մեր լեզուն, արդեն մոռացա եմ ոնց էր, մեր լեզուն, մեր խիղճն է դա, սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է արդար ու համը մեր բերանի, մեր լեզուն ծուխն է մեր տան, մեր կշիռտ աշխարհի մեջ, նա աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեծ, մեր լեզուն արյունն է մեր, արյունից ավելի թանկ, մեր բուրմունքն ու գույնն է մեր լեզուն մենք ենք ու կանք, նա պիտի մեր առաջին ու վերջին սերը լինի,
ինչ ունենք էլ աշխարհում, մեր լեզուն մեր է լինի։ Ասեք, որ ճիշտ խոսքեր են, ասեք, որ արտակարգ խոսքեր են, ասեք, որ իրականությանը համապատասխանող խոսքեր են։ Ես կասեմ, որ մեր լեզուն մեր բնութագիրն է, մեր շրջապատը բնութագրողն է, մեր ինքնությունը ճանաչել տալու հնարավորությունն է, մեր լեզուն իրոք մեր խիղճն է դա, որովհետև տատս կասեր լեզու է էլի, լեզվի տակ ոսկոր չկա, ինչ կուզի են էլ կասի, այ որ ոսկորներ փիս բան ասելու վաղտ կծակեր, բայց լեզուն լեզու է, են էլ մեր քաղցր հայերենը, են էլ մեր յուրահատուկ հայերենը, որ միակ լեզուն է, որ մեջին այն ձևի բառեր կա, որոնք ոչ մի թարգմանություն ու փողբերում չունեն, ջանը, ազիզը, մի խոսքով այդ ձևի լավ լեզու ունենք, քաղցրահնչյուն, քաղցր, անուշ, մեղուշ լեզու ունենք ու իզուր չի, որ ասում են թրի կտրածը կլավանա, լեզվինը ոչ։ Ու հենց այս առիթով սիրելի հետևորդներ ջան, քանի որ հագել եմ նաև իմ այս սիրուն բլուզը, փայլփլուն, քարերով, նախշում, տրամադրություն բարձրացնող, բա ոնց չասեմ, շնորհակալ եմ քեզ Տեր ջան, որ իմ կողքին ունեմ այն ձևի մարդիկ, ովքեր սիրում են մեզ, ովքեր նվիրվում ու նվիրում են մեզ, ովքեր սեր են տալիս մեզ, ովքեր իրանց ժամանակն են տալիս մեզ, ովքեր բաժանորդագրվում են մեր այս հետաքրքիր էջին, էջ, որտեղ մի կին փորձում է կյանքի դառը պայքարով չկոտրվի, կյանքի դառը պայքարի հորձանուտի մեջ, երբեք չհանձնվի, այլև օրինակ ծառայի շատ մամաների համար, ինչև է տխուրը թողամ մի կողմ, մի քիչ այսօր վարդագույն երանգներով եմ ուզում խոսեմ, քանի որ այո, մեր լեզուն, մեր խիղճն է դա ու հացը մեր սեղանի, մի հատ նայեք ինչ համեմատություն է, մի հատ նայեք դեռ տարիներ առաջ ինչ հետաքրքիր համեմատական տարել մեծ Սահյանը լեզվի հետ, սիրելի հետևորդներ ջան, եւ իմ լեզվով մեր հայերեն անուշ, մեղուշ, քաղցր, կոֆես էլ եկավ, քաղցր լեզվով առավոտ բարի լույսով եւ 9-10-15 կարարնի, ահա 9-15 ուղիղ, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում, ասում եմ, որ ուրախ եմ, որ հենց դուք եք իմ լավ ու բարի հետևորդները, ասում եմ, որ շնորհակալ եմ ձեր ուղղություն տալու, ձեր լավ խորհուրդների, ձեր քննադատության, ձեր ամեն լավ բաների համար շնորհակալ եմ, այստեղ ունեմ կիտրոնի ջուր, ասում եմ, որ սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ շատ, ու իմ այս լեզվով, ոնց ունենք բոլորս, գիտեք, առաջի պահից կթվա թե, որ հատե լեզու է, խոսում ենք, բոլորս էլ խոսում ենք, բայց գիտեք, շատ մարդիկ, շատ պուճուր սրտիկներ պայքարում են, որ իրանց լեզվով բառեր թոթովեն ու խոսան, եկեք գնահատենք մեր ունեցած ամեն մի չնչին պահը, եկեք շնորհակալ լինենք մեր ունեցած ամեն մի չնչին պահից, որովհետև կյանքը մի հատ է ու ինձ թվում է պիտի շնորհակալ ձևով ապրենք, ամենայն դեպս ես փորձում եմ հենց այդ ձևով ապրեմ, ինչքան որ կկարողանամ ու սիրելի հետևորդներ ջան, մեր լեզուն, այո,
մեր խիղճն է դա, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ լեզվով իմ ընկերներին, իմ ընձևի լավ ընկերներին, ովքեր այս 2-3 օրը իմ կողքին եղան, որովհետև ամեն ինչ չի, որ ես սենց հանում եմ ու YouTube հարթակում ամեն ինչ ասում, չէ։ Դեռ նախորդ շաբաթվանից շատ խառը իրավիճակի մեջ էի, լուռ ու մունջ սթրես էի տանում, դրան զուգահեռ էլ ներկայանում ձեզ, բայց չէի ուզում, որ սենց մանրակրկիտ ձևով ասեմ, էլի ինչ ա եղել, ոնց ա եղել, շատ նեղվել էի, շատ անհանգիստ էի, շատ չափից շատ, ու այնքան ուրախ ես ելնում, որ վիզիտ թեքում ես, մեր լոռեցիների բարբառով ասեմ, չեմ ամաչում ես իմ բարբառից երբեք, այնքան ուրախ էի, որ վիզիտ թեքում էի, զգում էի էլի հենա անունեմ, կարամ դիմեմ իմ ընկերներին, ասեմ այս խնդիրը ինչ լուծում կունենա, արդյոք ունի լուծում թե ոչ, կա որևիցե լուծում թե ոչ, ու ոչ թե ունեմ մի ընկեր, 2-3, ես հասկացա, որ այո, հենց դուք ինչած սիրում եք, ես հասկացա, որ նաև իմ կոլեգաներն են ինձ շատ սիրում, որովհետև հենց YouTube հարթակում սիրելի հետևորդներ ջան, շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, ովքեր որ բլոգեր են, դա կլինի Արուսը Հոխիկյան, Արմինեն, Մանուշակը, Նազելին, դե Գոհարին չեմ ասում, ինքը իմ համաքաղաքացին ա, վաղուց 100 թվից գիտեմ, մի խոսքով Խաչիկը, էլում հետ Ալան, բոլորի հետ էլ շփում կա, Աստծուն փառք, ու երբ որ մարդ ես, ինչ որ թե մի խնդիր ես ունենում, օրինակի համար, դուք ուզում եմ, որ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ իմ լավ ընկերներին, ովքեր կապ չունի օրվա որ ժամին, բայց միշտ գիտեմ, որ զանգեմ, զանգս անպատասխան չեն թողալու, գիտեմ, որ իմ համար անհանգստանալու են, ցավալու են, այսենց ձեռք են տալու, ոչ թե սենց են ձեռք տալ, այս սենց են տալու, չէ, որ դու էլ սենց բռնես, դա մեծ բան ա, դա մեծ երջանկություն ա, որ կողքիդ ունես իրական ընկերներ, լավ ընկերներ, հարեհաս ընկերներ, ես իմ կյանքում միշտ սիրել եմ նվիրվել, անմնացորդ նվիրվել, երբեմն եղել ա, որ ի սրտե նվիրվել եմ, սիրելի հետևորդներ, ու թիկունքիցս նենց եմ կերել, որ չեմ կարողանում մինչև այս պահը մարսեմ, բայց ուժեղ եմ, մարսել եմ ու մարսելու եմ, որովհետև ամենահարազատից երբեք, ոչ թե արյունակից հարազատից, քո հարազատ մարդուց, երբեք չես սպասի, որ նա կարա խփի քեզ թիկունքից, բայց էդ էլ ա կյանքի փորձ, դրանից էլ ես անցնում ու գնում առաջ, միշտ առաջ, Ալեքսես երգ ուներ է, որ երգում էր միշտ առաջ, հիմա առավոտ բարլուսով այնքան տեղիներ ես մեր լեզուն բանաստեղծությունը իմ այս հոգեվիճակի հետ, իմ այս լեզվով իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ, իմ ընկերներին, իմ բարեկամներին, իմ լավը կամեցողներին, իմ հեռու մոտիկ ծանոթ ու անծանոթ բարեկամներին, էլ չեմ ասում, որ պատեր Աստծուն ինչքան եմ շնորհակալ, ոչ մի անգամ չկասկածեք, որ Աստված ձեզ չի օգնելու, երբ որ ես ընկա եղբայրի մեջ, ասում եմ, ահա, էլի լավ սրճարան կա խաղասրահով, խնդրեմ, ես վլոգ եմ անում, Վանաձորից Անուշը Գալայան, հենց անուն ազգանունով էլ կասեմ,
ով զբաղվում է թխվածքի արտադրությունով, ինքն էլ է ինձ ասում, որ հետա նամակը գրում էր, որ Մարի հանրախանութի վերևի հարկը ինչ-որ բաներ բացվել, Արցախ պուրակն անշում, դե Արցախը գիտե, Մարին չէ, երեկ Նարին ես զանգեց, որ ասма ես կոմենտ չեմ գրում, քու նման չեմ սիրում, բայց քու վլոգը բաց չեմ թողում, ինքն էլ ուր նշեց Աստված ջան, ասավ կենթանի երաժշտություն մենակ պանորամայում կա, ուրիշ տեղ չունենք, բա այսքանը տենալով, ոնց չասեմ, շնորհակալ եմ քեզ Տեր ջան, որ այս ձևի լավ մարդկանցով ես բերել ու ինձ շրջապատել, գիտեք ինչքան վատ է, երբ որ դու ընկնում ես նեղության մեջ, քեզ թվում է, թե ելք չկա, սենց մի հատ վիզիտ թեքը մեզ աջ, ծախ, ու տենում ես, որ մենակ չես, էլի, քեզ պաշտպանող մարդիկ կան, քեզ այսենց ձեռք մեկնող մարդիկ կան, ուղղություն տվող մարդիկ կան, ու առավոտ բարելույսով հատուկ հենց այդ ձևի մարդկանցից եմ ուզում իմ խորին շնորհակալությունը հայտնել, ես ուրախ եմ, որ դուք միշտ իմ կողքին եք, շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացել եմ արժանանալ ձեր ուշադրությանը, ձեր ջերմությանն ու հոգատարությանը, շնորհակալ եմ շատ, սիրելի բարեկամներ ջան, այնպես որ ելնմա չէ, որ միտք քեզ սեն չատ տանջումա, սենց կրծմա ուտմա քեզ, թվում է, թե սենց մղձավանջ է, էլի չի վերջանալու, ու քեզ կողքից ասում են, տես ինչ լավ կլնի, տես ես ասենց կլնի, տես նենց կլնի, ախր համ հավատում ես, գիտես, որ ես միշտ ասում եմ, Աստված ջան, Տեր ջան, դու ինձ ոչ մի անգամ մենակ չես թողել, ընչես էլի, ես պահին սենց ինձ թողել, որ մոլորվեմ, ես գիտեմ, դու ինձ օգնելու ես, ու ինձ ճանաչող մարդիկ էլ ասում են, անայդ, ինչես դու տենց խառնվել ու պանիկայի մեջ ես ընկնում, չէ որ ամեն ինչ ու իրոք, ամեն խնդիր իրոք իրա լուծումն ունի, թող բոլորիս խնդիրները այս կյանքը միշտ իրանց լուծումները գտածելն են, սիրելի հետևորդներ, ես չեմ ամաչում, որ բարձրաձայնում եմ, ես տեսակով են տեսակի մարդ եմ, ով կուզի կասի ինքնագովան, ով կուզի կասի ոսկեղենի մեջ թաթախված, այսօր ոսկեղենի մեջ թաթախվելը դա ամոթ բան չի, ովքեր ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ ես այս ամենին սովորեմ դեռ շատ փոքրուց, իմ յուրահատուկ մերս ինձ միշտ այդ տենց է պահել, ես ուսանող եմ եղել, իրոք ոսկեղենի մեջ թաթախված, որ ոսկիներով գյուղ էի գնում տատիս տուն, տես ասում եմ տատիս տուն, պապս հոգա, տատն ասում էր այ բալա ջան, մի դիր, ասում էի տատ, մաման ասմա դիր, ես էլ դնում եմ, ու մաման պուճուրուց ինձ տենց է սովորացրել, հիմա թե ով ոնց քննադատի, ով ինչ կասի, ով ինքնագովան ու ինչ կասի, ես տեսակով պարզ մարդ եմ, եթե նեղված եմ, չեմ ամաչում դրանից, եթե ունեմ խնդիր էլի չեմ ամաչում, ընդհակառակ խորհուրդ եմ հարցնում այն տիպի մարդկանցից, ումից գոնե մի այսքան հույսի նշույլ ունեմ, ու փառք Աստծո, երբեք ոնց ասեմ, կողքս դատարկ չի մնում, էլի առանց ընկեր ու լավ բարեկամ չեմ մնում, ընկերը լայն հասկացություն, ասիրելի հետևորդներ ջան, ընկերը նայ այս կյանքում, ով քեզ ձեռք է մեկնում ու փորձում է խնդիրդ հանգուցալուծի, դա Աստծուն փառք, որ այս դառն ու դաժան աշխարհում դեռ կան տենց մարդիկ, Իմ այսօր առավոտից, ճիշտ է եղանակը մի քիչ արև տեսաբան էլի թեթև հագա, ուզում էի հաստիմ սվիտրը հագնեմ, որովհետև պարապմունք եւ այլը սենց բաներ էլ ունենք, ու սենց հագնում եմ, ասում եմ Աստված իմ իրոք էլի, ով էր այս շորը ինձ նվիրողը, ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ մորս կողմից է բարեկամ,
ինչ որ մի կին հեռու օվկիանոսից են կողմ, իր համար իր կյանքն է ապրել, սովորական մարդկանց նման մտել է YouTube հարթակ, նայել ու որոշել, որ որտեղից որտեղ ծովի ալիքները ճղելով ու անցնելով օրինակի համար մեզ նվեր անելու Աստծուն փառք, ովքեր մեզ լավ են ճանաչում, գիտեն, որ նամանավանդ մորս դեր է իմ կյանքում, փառք Աստծու պապանել ա մեզ, օգնել ոնց պետք է, ինչքանով կարողացել է, բայց մամայի դերը մի քիչ ուրիշ ա եղել, միշտ մեզ լավ հագել ենք ամենալավը, դա բոլորը գիտեն, դա ինքնագովեշ չի, ինձ ճանաչող բոլոր իմ համաքաղաքացիները դա գիտեն, ու որտեղ որ ամուսնացել եմ, իմ ամուսինն էլ ա ինձ պահել, լավ պահել, տեսեք ինչ եմ ասում, բայց հաճելի ա չէ, որ նվիրում են, ուրեմն դու դրա արժանիքն ունես, կարևորը դու դա չես ուզում, ուզելը որն է այս կյանքում, ես չեմ սիրում ուզելը որն է, ու վախ Անուշս ֆոտո ուղարկեց, ուրեմն համարը գտել է, ու սենց մտքերի մեջ էլի ինգ ասում եմ Աստված իմ, ինչքան հետաքրքիր բան է կյանքը, կամ օրինակի համար Ալյո Ոյ Եկար բռնացրիր Կոֆե Ուրեմ սիրելի հետևորդներ ջան մեր մոտ դեռ օրը շարունակվում է դեռ կեսեր չի ու փուլ եմ գնացել տանը լավաշ չկար ով ճիշտն ասեմ երեկվանից էի ուզում էլ հավես չկար փուլ գնաց լավաշ առնես չէի ուզում տանից դուրս գալ երբ որ դրսից եկանք այդ պահին մոռացա առնեմ ու հետո էլ հավես չանեցի այս մի կտով լավաշ ունենք աղավոտն էլ երբ որ Ալեքսին չայ առաջարկեցի հետո լավաշ պանիր ասավ մամա ես ոչ չայ եմ ուզում ոչ էլ լավաշ ես ասմասրտով պոնչիկ եմ ուզում ինչ լավա որ վաճառում են սիրուն թռից գնացի ու առա այստեղ պոնչիկները 150 դրամ պիտի որ լավ լինի միշտ էլ առել ենք միշտ էլ առներ այն ժամանակ գոհար մտեղ էր ինքը տենց նայում էր բանվաստի ինչ տարբեր էր լավ էլու ու թարմը լավաշ նոր թխած իրանք գիտեմ վարվիստի նոր թխածը դա իրանք ճիշտ ասում են որ գտնում է այս առնում են բայց թե ես սիրում եմ նոր թխած լավաշ ինքը արդեն ջրած հանգստացած լավաշը սիրելի հետևորդներ և այո մեր մոտ լավաշն ավելի էժան է քան Երևան դա էլ հետաքրքիր իմ համար ասում եմ հայկական համոֆոտով սրբացը երեք լավաշը երկու մեզ հելքան
Սիրելի հետևորդներ ջան։ Բրթուց այնց կաներ որ չեմ սարքա բայց այս հիմա Ալեքսը որ գա պարապունք ունենք ու պարապունքից հետո առավոտ որ նկարում էի գերիս հետո ասում է կորսի գնալուց առաջ ասում կամ քո հետ կոֆե խմեմ նոր գնամ մի խոսքով քննարկում ենք Ալեքսիս ծնունդը ինչ ես անելու, ոնց ես անելու, սենց բան է հերթը հասավ խմորեղանին ասում է որ Դանելյան սվիթը ստեղել կա այսօր ճիշտ է Ալեքսի հետ կմտնեմ բայց մենք տանեմ որ չջոգի որովհետև շատ հետաքրքիր մտահղացում ունեմ առջևում շատ հետաքրքիր վլոգներ ամեն սպասում սիրելի հետևորդներ ջան մի խոսքով այս իմ տղեն ըստ իրա չոր լավաշը չի ուտում այ համ եմ դնում ստեղ աչ կուտենա խասյատ չունի Որոնգնի դարակները տենավոր տեղ ինչ կա վերցնի ուտի իսկ ստեքանի ունչի կգոլա ես մի հատ համ տեսեմ շերգա հետևորդներս Լավ ավաճ Ահա շերելի հետևորդներ ջան մենք նորից մեր քաղաքի կենտրոնում ենք տեսնում եք օրը ցերեկով մաքրման սիրուն աշխատանքներ ա կատարվում ու փայլում այն քաղաքը միշտ եւ միշտ հիմա էլ եկել ենք Ալեքսի պարապունքին վերջացրել ենք Արիաս ջան կարոտել եմ շատ եմ նստել եղանակները տաքանան ինչքան սիրուն ա մեր այգին հիմա էլ գնանք մի հատ մտնեմ այդ խանութ Դանելյան թխվածքների մի հատ հասկանամ ինչ ա կատարվում ոնց ա կատարվում մեկ ինչքան մաքուր ա ինչքան պսպղում ա իմ քաղաքը նայեք խոտերի մեջ է մի հատ բան չկա ստե նայեք ինչքան ինքը մաքուր ա արագ մտնեմ այդտեղ հետո գնանք Սիրելի հետևորդներ ջան մի հատ տորթերի խանութ եմ ուզում մտնենք ասիս չէ ուղղակի նայեմ չէ իմ ծնունդ ծնունդը դեռ շուտ ա հա երբ ա քո ծնունդը հա վсё ինչի մաս հա հա այս էլ ա ուտել լիքն ա հանգստյան տները մեր քաղաք այ այս կողմերում ա ասում ա այդ խանութը այսօր ընկերուս ասա այնքան քաղաքում չեմ եղել հրես սուրճ քաղցրեղեն հեն ախմորեղենի
բան այստեղ էլ Մենք սիրում տորթա, չէ։ հա մտնում ենք այստեղ էլ երևի թե ինչ-որ ինչ է սարքում դեռ չգիտեմ մտնենք գնամ չկա գրավի չարդեն Հեսա, հա դե մտնենք նանք։ գնա Ինձ տորթի ես կնկար, նորից Հացեք եկեք նայենք տեսնենք այս ինչ Այ մամա։ ազնու սիրում տեսականի հետևողներ սիրում Արի դուրը պագյատեց տուն ենք եկել դեր չեմ եք հասցրել համվեր ստե Ալեքսի պիժաման լված է ու անկողինած հասցրել չորանա Այս կուրտկեն էլ մոռացել էի թողնում Այս կուրտկեն էլ մոռացել էի որ կարելի է հագնել ու սիրելի հետևորդներ ջան ասենք որ լավն է չէ չգնացել չէ Հիմա մազերս այս վիճակի վարսահար դարել մի ժամից գալու է արագ ցույց տամ Այ մամա ջան ինչ առանք ու գնամ մազերս լվանալու Սիրելիներ ջան լավ տակա հովեսով բաժեր սկզբից դրսից վազելով եկա մի տեսակ շոքներ տվեց երեսիս շատ հավես խանութ հա շատ լավ խանութ էր տեսքը գրավիչ էր թարմության մասին ոչ մի բան ասել չեմ կարող որովհետև չգիտեմ առաջին անգամն եմ փորձում հետո գիտեք որ ես իմ համակարգացիներին շատ եմ սիրում կապ չունի փռից կառնեմ այն կողմի մոտից կառնեմ այնտեղ ով էր գերասանց մոտ տենց է չգնացինք մենք ոչ մի անգամ կապ չունի այս կողմի վրա գնամ այնտեղ Էդգարի մոտ գնանք Գոհարի մոտ գնանք էլ ինձ սննդի կետեր կա Արմանի մոտ գնանք որտեղ էլ գնանք բոլորը իմ համակարգացիներն են ու սենց խտրականություն երբեք ու երբեք ես չեմ դրել որովհետև տեսակս է չի հիմա Դանելյանը չգիտեմ ուղղակի եկել աստեղ թե մեր քաղաք հա Ինչ ասիր բան չէ թե մեր քաղաքացու որևիցե մի քաղաքատուրը լավ քաշի լավ քաղաքացունն է չգիտեմ եթե անկեղծ ոչ մի այդ բանից տեղյակ չեմ թուղթ վեր գալանք այս իմ շուստրին ջոգետ որ իրա ծննդյան համար է Ավտոկ որ թենքված իրեր Իսկ որ դու նկարես կամ բանանեմ Քեզ ավտոյի տորթի հետ նկարեմ քո այն բանը փոխենք Թող մի հատ ես խոսամ լավ Ես կխոսեմ Հետո էլ դու ինչ ես խոսում խոսա լսեմ Ուզում եմ քո այն որ ինձ ասած կամ ինձ նկարի քո կամերա որ քո համարի այն տորթի նկարը փոխենք համար Հա իմ երկրորդ համարի նկարը փոխենք քո ծնուն անպայման ու բաններ որ ինձ բան անես Քեզ ասես Ալեքս ինձ տորթով ինձ նկարի Հա որ ես այդ նկարը դնեմ համար Հա համարիս մեջ ինձ Գյումրիում էր sense կամերան բան կանես Հա սիրելի հետևորդներ ջան երկրորդ համարից նկար կա ու բանա լակտի Այսինքն Չէ լավ է կամերան թող հետո ժամանակ չունեմ էլ բան ունես ասելու Այս ձևի Իմ երկրորդ համարի նկարը էսա Չերևեմ չէ ոչ մի բան էսա իմ տղեն էլ ասում է կարաս փոյնչը սիրուն ստացված նկար այլ ասեք որ կա տենց բան չէ
Samsung-ի ծննդյան տորտներ, բռնի գնադեմ։ Իմ համայի մեջ իմ նկարն է։ Okay, okay։ Անդր ասма okay Google համի այդ տարբերակն է, վրազում եմ ժամանակս չի ներեմ։ Ուզում եմ որ փոխենք, կփոխենք։ Մի խոսքով ելի հետևորդներ ջան, տեսականին բազմազան էր, լավն էր, հաճելի էր։ Ես նորից եմ ասում տարբերություն չեմ դնում, ստեյցել եմ նույն շաուրման առնեմ, գոհարից էլ, նույնիսկ ես չգիտեի, որ գոհարը քաբաբ չի պատրաստում, չգիտեմ, կարող է քաղաքի հենց գնանք մի անգամ էլ գերասի մոտ մտնենք, տարբերություն իմ համար ոչ մի անգամ չի եղել, չի էլ զնի, հնդեղ կեվ ուրախություն ագնեմ, ջոգելա, որ ծնունդի թեմայ ագնեմ, ես իմ պատվերը թաքուն արել եմ, մի մասը, հա, ու Ընդ ծանոթ տեսա, տեմ քաղաք մապրես խանութ մտներ բարև բարվուր չանես, что это такое, չէ։ Սենց, ես ինչ էր, հա, կպցրի, ախր ժամանակ, օպա, ես ես ուզեցի, մեղկս ինչ թակցնեմ, Ալեքսին ասի, կուզես, ասավ, հա, դե կուզես, մեկ էլ ասմա մամա ջան, ես են մեկից էլ եմ ուզում, 4 կտոր առել եմ, 1660-ը մուծել եմ, ինչպես միշտ կտրոն, առանց կտրոն, ни в коем случае, ոստոցին, որտեղ ես, օպա, այ եղունգում են անը, երբեմն պետք է գալի, ինչ կասեք, որի բերես գրիչի, ծայրը հոգնի, ուր ես, այդ սրպինտ կպցրել են, տունը շինվածները, այ, էլի մի բան ասի, չէ, լեզույա, էլի, դրամալ եմ ասում, ինչ կուզվի են էտ կասի, ես էլ էսքա, տենց է գիտեի, տեսքը շատ ապիծիտնի, շատ, բայց ուզում եմ, որ, աղբեր չան, սրա են մի էմբլեմիկը գցի, где, звездочка алая, где же ты, Счастье далекое. Հերթեր, ասեմ ձեզ, ես մեկը, սա դեր մինչև համտեսել է ինձ պետք կգա, հիմա արագ վազելով գնամ մազերս լվանամ, տեսնեմ էլ որտեղ ենք հանդիպում, մեկ էլ գիտեք ինչ եմ ուզում արածելնեմ, ձեր մեզ մի ատվան, ուզում եմ, որ ինչքան սպիտակ կոշիկ ունենք, Ալեքսի բոցի, իմ բոցի, սա կցեմ մեքենան, տենան որից ինչ կմնա, ինչ կասեք անեմ տենցնան, փորձելու եմ ու անեմ, մի անգամ լվացել եմ, ոչ բանեք չի եղել, էլի եմ ուզում, այս իմ սուկի պայուսատն եմ, մի հատ մեծ, մի հատ են տիգրովք են հանել էի, Գնացել կան ուզում, Եվի հետևորդն շատ խոսացի, բլբլացի, գնամ մազերս լվալը։ Այս ելի հետևորդներ ջան, մազ լվալուս լավ բան չկա։ Անուշ հոտով դեմքս էլ սկրաբ եմ արել։ Հիմա գիտեք ինչ եմ ուզում անեմ, օրինակի համար։ Ուրեմն, այս կոշիկները մեզ նվիրել եմ Անուշա, գիտեք, իրան լվացել եմ, ոչ մի բան չի եղել։ Սա քչեմ, տենամ ինչ կգնի։ Սերի հետևորդներս, սա էլ, տակ, տենանք, որը ինչ կեսվի է սավնիկս ենք ջարդել։ Ինչն եմ ջարդել։ Այդ ես չեմ ջարդել։ Ենքան որակով,
Էլ ասելու չի։ Չեկեք սա էլ առել եմ Երևան Մոնանգելից։ Տնանք ինչ անելու։ Էնի կոշկ։ Սա էլ եմ առել Մոնանգելից։ Մի տեսակ ինձ թվում է սրան որ լվան տակին բան չի մնալ։ Չգիտեմ ինչի ինձ տենց թվում։ Ես ինչ։ Այդ մամաչկի։ Ես սենց։ Ես սենց։ Այ ինչ լավ է։ Տանը մազերով սպաղվել է, ես գցեմ աղբը։ Հակարդ եմ մաշնակ դու տղաչ։ Ապրես։ Սկիչնենք, թող Ալեքս։ Ես կգցեմ։ Ասում եմ թող։ Հանգիստ թող։ Ես էլ տար տեղը դի։ Ձերքերս լուվանամ, հետո նոր մազերիս ծարնահալեմ մի քիչ։ Սպասեմ էսա, որ սա հապան ես կկա, իրա գործը կանի։ Հա, ուղարկում ես, որ տենա, թողեց գնաց, ասմա մամա մի րոպե անջատի, անջատեցի, ուզմա մեր խնորեղենների նկարները ուղարկի տատը տենա իրա, մի խոսքով, ավելի լավ է պետքի դեպքն, մի կտոր առնես, քան թե տխես ու մոլորես, թե այդքանը ինչ անես։ Ալեքս, SMS մի ուղարկի, ես լսում եմ, դե դու սարի սենյակից, մազերս հետա ֆենեցի, խիղճս տեղն ընգավ, ազիս, անեստի տեղը ծապ տանեմ։ Ես, տեղը։ Հատեն ընկավ։ Տեղ։ Թող ես վեր կենամ ինչ ուզում ես արա էլի, հա։ Գնանք խոհանոց, ուզում եմ, ոյ, ուղիղ եթեր արացրնեմ, հետ չգիտ, տեղն է տեր Ալեքս ջան, բացի դարակը, դիս դարակը, Ներես, բացը, դետիր, ընդեղ փորձարկեցինք լավ արինք, բայց չէ որ ես կոշիկներ ունեի, որ լվանում էի, Տենանք ոնց հազվացվեր, որ հետո մեքենան ինքնամաքրման ռեժիմի տակ տնեմ, որ մի հատ ինքը ինքնամաքրվի ու լավ լինի։ Ձեզնից առաջ ես տեսել էի, որ չեմ փակցնի, մտավախությունը շատ էր, որ սրանք մեքենայի մեջից չեմ հանի, բայց եկեք տեսեք, որ լավ էլ դուրս է եկել, նույնը և սրանից էի վախում, որ
կարա դուրս չգա։ Բայց լավ էլ հավեսով դուրս է եկել։ Այս ինչտեղ։ Սա էլ Ալեքսինը, սա։ Սրան չորացնել աչքիս մի քիչ խնդիր է տալու։ Եկեք տանեմ սա պարավոյի վրա դնեմ։ Այս լավ սիրուն, մաքուր, կոկիկ, շնորքին, ասած մեր լորեցիներին հանելա։ Դամաշնիկները արդեն իսկ պարավոյի վրա է։ Հենա։ Այս էլ երևակայ, սենց կդնեմ։ Ուրիշ վարիանտ չկա։ Այս թեք, կարելի է դնել։ Այս Ալեքսիս տապեչկեքն է։ Էլ ինչուն է ենտեղ լվացած։ Տեսա գիտեմ, որ հայլի դարած դուս է գալիս, մանուշակիս նվերն է, օպա, ու սրանց թայերը, հեսա, սելի հետևորդներ չան, հեսա, վերջ, ստացվել է, լավ է, գոհ եմ, դժվար չեմ, իմ համար կարևոր է էտեր, այսքան տանեմ դնեմ թող չորանա, տեսնեմ էլ ինչ եմ